հիմա նոր սուտ են հորինել, թե Նիկոլա կամ Փաշինյանը կամ վարչապետը կամ ոնց պատրաստվում է 300,000 ադրբեջանցի բերի Հայաստան եւ այլն եւ այդպես շարունակ։ Ուրեմն այդ ապուշ հոլովակ են նկարել այդ առիթով ու 3 առաջի օրը $85,000 էր, հիմա արդեն մեր հաշվարկներով մոտավորապես $200,000-300,000 մենակ գովազդի փող են տվել, որ այդ հոլովակը պտտվի հանրապետության հեռուստաընկերություններով, բանի YouTube-ի ալիքներով, սոցիալական ցանցերով եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց դա մտածածին մի հատ պրովոկացիա է, որովհետեւ ինձ համար հստակ է եւ կարծում եմ բոլորիդ համար հստակ է, որ 2025 թվականը առաջին տարին է եւ մենք դա ապացուցեցինք, որ եթե մենք վերադարձնում ենք, իսկ մենք վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետությունից Լևոնի, Սերժի, Ռոբի իշխանության տարիներին հեռացած հայերին ենք վերադարձնում Հայաստանի Հանրապետություն։ Եվ 2025 թվականը առաջին տարին է մեր պատմության մեջ, երբ որ Հայաստանի քաղաքացիների արտագաղթը կանգնել է եւ ներգաղթ սկսել, եւ այդ մարդիկ Ռոբերտ Քոչարյան, Կալուգացի օլիգարխ, Բելարուսամետ օլիգարխ, Սերժով, Լեմոնով ուղղակի պայթում են, որ ես Հայաստանը դատարկելու իրենց ուղեկիցը ոչ միայն չեմ շարունակում, այլև մենք վերադարձնում ենք հայերին Հայաստան, մենք վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան, եւ այդ process-ը սկսվել է, եւ այդ process-ը անշրջելի է, եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը չի կարողանալու ուրախությունից զրկել Հայաստանը, եռագլուխ մաֆիան չի կարողանալու ուրախությունից զրկել Հայաստանը, եւ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քաղաքացին միամուր գնալու են ընտրական տեղամաս Հայաստանի Հանրապետության սրբազան հողից վերջնական եւ անշրջելիորեն արմատախիլ անելու պատերազմի եռագլուխ կուսակցությանը եւ եռագլուխ մաֆիային Սերժով, Գագոյով, Կալուգացիով, Լևոնով, Ռոբերտով եւ նրանց իվերջով պետք է պատասխան տան Հայաստանի Հանրապետության ժողովրդին տասնյակ տարիներով կեղեքելու, ապագան նրանցից խլելու, կյանքը նրանցից խլելու, հեռանկարը նրանցից խլելու, հայրենիքը նրանցից խլելու համար եկել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի տրիումֆի ժամը, եկել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ցնծության ժամը, եկել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի երջանկության, ապրելու, կյանքը վայելելու, ազատությունը վայելելու, պետությունը վայելելու, իրականությունը վայելելու, ապագան վայելելու ժամը փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։